Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, նախ միջև բուն ելույթիս անցնելը, կուզենայի անդրադարձ կատարել նախորդ անգամ արդեն կիսած մնացած մեր զրույցին, Տիկին Ղարամանյան, քանի որ դուք ձեր ելույթով անդրադարձաք ինձ եւ փորձեցիք արժանապատիվ բառի վերաբերյալ բացատրություն տալ, թե ինչու եք դուք դա այդպես կոչում, ես էլ ունեմ իմ տեսակետը այս առումով, նախորդ անգամ գուցեև կիսատ մնաց, բայց այս անգամ փորձեմ վերջին անգամ այն ավելի ամբողջացնել։ Տիկին Ղարամանյան, դուք ասեցիք, որ դուք շարունակելու եք այս ամբիոնից կոչել արժանապատիվ հայրենակիցներ, այդպես դիմել մեր հայրենակիցներին, բայց եթե իսկապես փորձեի հավատալ ձեզ, որ դուք իսկապես հարգում եք եւ արժանապատիվ եք համարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, վստահաբար այդ քաղաքական թիմում չեք լինի, որովհետեւ իրապես արժանապատիվ քաղաքացի համարողները ոչ թե պետքա փորձեն գնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնը, այլ պետք է ընկալեն այնպես, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի ազատ իր կամքը արտահայտելու հնարավորություն եւ երբեք չի կարելի գին սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնի վերաբերյալ։ Եվ եթե հիշում եք, բավականին շատ իրավապահների մոտ կան ձայնագրություններ եւ մեր հանրությունը դրանց ականատես է եղել, թե ինչպես են ձեր թիմի ներկայացուցիչները, ովքեր ընտրակաշառք են բաժանում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ինչպիսի բառամթերքով են դիմում Հայաստանի Հանրապետության քաղաքացու հասցեին, ինչպես մարդը 100, այն մեկը 100-անոց է, այն մեկը 150-անոց է։ Պարոն Վարդվանյանը այստեղ չէր, բառամթերքի մասին ենք խոսում, պետքա որ չտեսա, հա, բայ Վերև նայեցի, բառամթերքի մասին ենք խոսում, նույնն էլ կարելի է ձեզ ասել բառամթերքը ընտրելուց, եւ եթե հիմա դուք այդ քաղաքական թիմի անդամներ եք, հետեւաբար գոնե քաղաքական պատասխանատվության առումով մենք կարող ենք հետեւություն անել, որ ընդհանուր առմամբ դուք կիսում եք ձեր կոնտինգենտի, այսպես ասած, կարծիքը ձեր թիմակիցների կարծիքը։ Իսկ հիմա այն, որ ասում եմ չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, այսօր մենք քննարկում ենք եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին, պարոն Հարությունյան, ես օգտվելով իմ ելույթի հնարավորությունից, քանի որ հարցերս չեմ կարողացել ուղղել ձեզ, այս անգամ փորձեմ հարցերս այսպես ուղղել։ Ուրեմն ձեր կենսագրությունից էլ պարզ դարձավ եւ այլ առհասարակ ես էլ ուսումնասիրել եմ 2021 թվականից դուք հանդիսացել եք դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ։ Հենց այդ ժամանակաշրջանում Վենետիկի հանձնաժողովը այդ հանձնաժողովի աշխատանքները համարել է անարդյունավետ։ Կոնկրետ ցիտեմ ինչ է գրված։ Վենետիկի հանձնաժողովը տեղյակ է, որ որոշ եվրոպական իրավակարգերում, հատկապես խորհրդարային երկրներում, արդարադատության նախարարի կարգապահական վարույթներ հարուցելու եւ կարգապահական գործերով քննություն իրականացնելու լիազորությունը երբեմն օգտագործվել է դատավորներին ահաբեկելու նպատակով։ Թեպետ նման պնդումներն առայժմ չեն ներկայացվել եւ թեև նախարարի ներգրավվածությունը ներկայումս որոշ զրուցակիցների կողմից դիտվում է որպես դատական կորպորատիվության դեմ պայքարի նպաստող գործիք, երկարաժամկետ հեռանկարում նախընտրելի կլինի այդ լիազորությունները հանել նախարարից, երբ այլ մեխանիզմները, մասնավորապես էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը ապացուցեն իրենց արդյունավետությունը։ Օրինակ որպես բերեմ, դատավորներից մեկի գործը, որը ոչ սթափ վիճակում դատավորին ոչ հարիր պահվածք էր դրսևորել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։ Եվ ձեր մասնակցությամբ դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով մերժել էր վարույթ հարուցել այդ դատավորի նկատմամբ։ Իսկ հիմա հարցերս։ Արդյոք ճիշտ է, որ դուք տվյալ դատավորի մոտ քննվող գործ եք ունեցել որպես փաստաբան եւ դա ազդեցություն է ունեցել ձեր դիրքորոշման վրա։ Երկրորդ հարցը. Արդյոք ճիշտ է, որ հենց այս գործով ձեր որպես գործող փաստաբանի դիրքորոշումը պատճառ է հանդիսացել արդարադատության նախարարության կողմից օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ հանդես գալ, որով որ սահմանափակվում էր սահմանափակվել է նրատական ներկայացություն իրականացող փաստաբանների դատավորի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրվելու համար։ Եվ երրորդ հարցը. ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ եվրոպական կարևորագույն կառույցներից մեկը Վենետիկի հանձնաժողովը ըստ էության անարդյունավետ է գնահատել ձեր տարիներ շարունակ մասնակցությամբ գործող դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեությունը։ Այս հարցերի պատասխանները միանշանակ կարծում եմ դրական կլինեն, որովհետև երեք էլ ձեր տված հարցը վարչապետին դրա մասին էր խոսում, այսինքն իմ համոզմունքները լրիվ հաստատվեցին։
Եվ ուզում եմ ձեզ հարցնեմ, պարոն Հարությունյան, նման արդյունավետությամբ կամ որը նույնն են անարդյունավետությամբ եք պատրաստվում գլխավորել այս հանձնաժողովը, կամ որ այստեղ խոսում ենք մեր դատավորներ, ձեր դատավորներ, մերոնք, ձեր ընտրած, այս մասով ասելիք չունեք։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։